Սիրելի հայրենակիցներ, անչափ կարևոր հարց ենք քննարկում, բայց ես ավանդական իմ ուրեմն ձայնագրություններն եմ ուզում Տարի ձգվող խորհրդարանական հրապարակային քննությունից հետո մեզ ի վերջո հաջողվեց վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ կապված մի չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել։ Այս բացահայտումը ուշանում էր, որովհետև վերջին 1 տարվա ընթացքում հնարավոր չէր լինում վերահսկիչ պալատի նախագահին բերման ենթարկել ազգային ժողով։ Բայց վերահսկիչ պալատի նախագահը այսօր այստեղ էր, մեր կողքին նստած, եւ մենք բոլորս շատ հպարտ էինք, որ Իշխան Զաքարյանը այստեղ էր, մեր կողքին նստած, չնայած նա այսօր այս պահին այստեղ չէ, մեր կողքին նստած։ Ինչու՞մն է ուրեմն կայանում քննրող առարկա կոռուպցիոն մեխանիզմը։ Երբ Իշխան Զաքարյանը կառուցում էր իր մի քանի միլիոն դոլարանոց դղյակը Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայիս շենքի հարևանությամբ, չէր կարող չգիտակցել, որ հարց է հնչելու, թե որտեղից իրեն ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցած մարդուն այդքան փող նման դղյակ կառուցելու համար։ Տիկնակ եւ պարոնայք։ Սիրելի հայրենակիցներ, պարոն Նահապետյան, սիրելի գործընկերներ, ինչի համար ես այս ձայնագրությունը, ինչի համար եմ միացնում, մի հետևյալ վարժությունը կամ հետևյալ մտքերի փոխանակություն եմ ուզում կատարենք իրար հետ այստեղ, առանց որևէ մի կաշկանդման, առանց որևէ մի մանիպուլյացիայի եւ հասկանանք ի վերջո նախկինում հնչեցրած պնդումները, համոզմունքները, կոռուպցիոն մեղադրանքները, որ հնչում էին եւ հարուցվում էին քրեական գործեր։ Ո՞նց է լինում, որ այդ քրեական գործերը հոդս են ցնդում։ Միգուցե պարոն Նահապետյան ձեր նշած գործում զղջալու հանգամանքներում, միգուցե ընդդիմադիր ճամբարը փոխած լինելու հանգամանքով, կասկածները շատ են, բայց ես համոզված եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք որ նախորդ տարիների ընթացքում կոռուպցիոն ռիսկերի մեջ են եղել, տարբեր հրապարակումներ են եղել եւ բարձ խոսանք էլի մեր ժողովրդի աչքի առաջ շատ ու շատ իհարկե նախկին պաշտոնյաներ են եղել, որոնք ինձ համար էլ ընդունելի չեն եղել իրենց ունեցվածքը, կարողությունը եւ այլ եւ այլը։ Եվ միշտ ես այս լոգիկայով եմ առաջնորդվել։ Ինձ համար չկա կուսակցական պատկանելություն ունեցող կոռուպցիոներ։ Այսինքն կոռուպցիոները, եթե կոռուպցիոները կապ չունի ինչ կուսակցությունից է, ինչ դաշինքից է, խնդրեմ ինձ մի ընդհատեք։ Ինչ դաշինքից է, կապ ունի նա, որ այդ տվյալ անձնավորությունը պիտի կրի պատասխանատվություն, բայց ով հրաշք, այդ անձնավորությունները, երբ որ նախկինում կոռուպցիայի մեջ թաթախված, ըստ օդում կախված տվյալների, ես քանի որ դատական վճիռ չկա, չեմ կարող այդ պնդումը անել, եթե իրենց, այսպես ասած, այս իշխանության տրամաբանության մեջ են գործում, խնդիր չկա, Նավասարդ Կճոյան, խնդիր չկա, բոլոր շատ անուններ կա, խնդիր չկա, գործերը կարճվում են, որ պրոբլեմ չկա, ճամբարները փոխում են, պրոբլեմ չկա, գլխարկները փոխում են, պրոբլեմ չկա, ստեղ պրոբլեմ չկա, դուք ստեղ պրոբլեմ չեք նկատում, բայց երբ որ ինձ համար ամենակարևորը ընտրովի արդարադատությունն է, ինձ համար կարևորը մեր այն քաղաքացին, որը որ դժգոհ է, տարբեր ժամանակահատվածներում դժգոհ է եղել, մենք ինչ ենք անում ստեղ, այդ համակարգերը ի վերջո պիտի գործեն, թե յուրայիներին ամեն ինչ, ընդդիմադիրներին, հետապնդումներ եւ այսպես ասած գործերի ոչ արդյունավետ ընթացք։ Սա երեսպաշտություն է։ Սա երեսպաշտություն է, սիրելի հայրենակիցներ, եւ ես օգտվելով այս ամբիոնից ուզում եմ խոսել մեր հայրենակիցների հետ։ Սիրելի հայրենակիցներ ջան, նորից մեկ անգամ եւս վերահաստատում եմ իմ այն պնդումը, որ կոռուպցիան չունի կուսակցական պատկանելություն։ Հովանավորչությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է արմատախիլ արվի եւ դրա ամենակարևոր շահառուն մեր հայրենակիցներն են։ Սահմանամերձ համայնքում ապրող մեր
եղբայրները եւ քույրերն են։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են, որոնք որ տուն են կորցրել, հայրենիք են կորցրել։ Այսինքն, սրանք այս ամբողջ ինչի համար եմ ասում, որ նաև մի կարևոր հարցի մասին եմ ուզում խոսել, էլի։ Այստեղ ես քիչ առաջ նշեցի, էլի, մի դրվագ, էլի։ Մի դրվագ հիշեցի, պարոն Նահապետյան, դուք խուսափեցիք այդ հարցին պատասխանել։ Արտաշատում ի վերջո անունա տրվում, չէ՞, Արամ Հարությունյան, մի հրաշալի անձնավորություն, որը նախկին ոստիկանապետ է, որը ունի շենքեր եւ սայթակում է ունենում տվյալ համայնքի ղեկավարը եւ կրկնում եմ, հիմի բաց չէ այդ մարդու առողջական վիճակը, ինչ է։ Ախր այդ ամեն շենքան ակնհայտ է, որ փորձեք կոծկել, ինձնից հետո կգա ելույթներ կունենա, կասեք եւ այլ, ինչի մեջ ասես ինձ էլ կմեղադրեք, թեպետ ինձ էլ են ինչ ասես ասում են, չէ, կոռուպցիոներ, թալանչի ես են, ինչ ասես ասում են։ Անգամ գիտեք աբսուրդը ինչումն է հասել, որ խոսում ենք ասֆալտի որակից, դե Տիկին Ղազարյանը գալիս ասում է, դե ճաքերի մասին եկել է խոսում աստեղ։ Դե արդեն դա անարգանք է մեր ժողովրդի նկատմամբ, ինձ հլահեջ, որ ասում է ջանդան։ Այսինքն ես պետք է թույլատրություն ստանամ ձեզնից, թե ինչ թեմայի շուրջ խոսեմ, ու դա ճաքեր է, ճաքեր չի, դա կոռուպցիա է։ Սիրելի հայրենակիցներ, դա կոչվում է կոռուպցիա կոչվում։ Բանը հասել է, նրան ասում է, բանը, գիշերը ես գնում եմ փոսեր եմ փորում, ասֆալտի փոսեր եմ անում, հետո առավոտը նկարահանում եմ այդ փոսերը։ Ես եմ այդ փոսերը փորում։ Սիրելի հայրենակիցներ ջան, ուրեմն ես ուզում եմ մի կարևոր դրվագի մասին էլ խոսել։ Հիմա տարբերությունը ո՞րն է, պարոն Նահապետյան։ Եթե իշխանական քաղաքապետը կամ իշխանական որևէ մեկը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, իրան ասֆալտին չեն ծեփում, բորդուր չեն կերցնում, այսպես ասած, տենց այդ հատուկ ջոկատայիներով գրողներ չեն կազմակերպում, ես ուզում եմ ձեր եզրափակիչ ելույթում ասեք, թե տրամաբանությունը ո՞րն է, էլի, օրինակ հատուկ են նման դեպքերում շատ լոյալ է, իսկ այլ դեպքերում այլ վերաբերմունք է։ Ես ուզում եմ նաև խոսել, ուրեմն քաղաքական կոռուպցիայի մասին, սիրելի հայրենակիցներ։ Իմ գնահատմամբ սա շատ կարևոր հարց է։ Տարբեր պաշտոններին նշանակել մարդիկ, որոնք որ մեր իշխանական շրջանակներից են, եւ ահավասիկ օրինակն է մեր քաղաքացու, որը կարող է իդեպ նաև ձեր ընտրողն է, ձեր համակիրն է, ձեր աջակիցն է։ Եվ երբ որ մոտենում է Նիկոլ Փաշինյանին Իջևան քաղաքում, սկզբից ասում է, ես ինչ գործ ունեմ այդ մանկապարտեզի հետ։ Ես ոչ դրա նշանակողն եմ, ոչ դրա հանողն եմ։ Անցնում է մի քանի րոպե եւ էլի նորից էլի հրաշք է կատարվում։ Ասում է որևէ մի կերպ այս մարդուն հանկարծ չնշան։ Ես արգելում եմ ձեզ նշանակել մանկապարտեզի տնօրեն։ Լավ աբսուրդը հասել է այդ աշխանի։ Այսինքն ակնհայտ մարդը ինքնախոստովանական ցուցմունք է տալու մանկապարտեզի տնօրենին հանում են եւ նշանակում են իր ուղիղ ցուցումով։ Այս արատավոր պրակտիկան էլ պետք է վերանա։ Ինչ է նախկինում չի եղել, եղել է, հետո չասեք, ասում է, հիմիկվանից չի խոսում անցյալից, անցյալում էլ է եղել, անցյալում էլ է շատ արատավոր երևույթներ եղել, եւ դրա մասին իմիջիալոց շատ մեղադրանքներ ինչ է։ Ես խոսել եմ դրա մասին նախկինում, եւ որևէ կաշկանդվածություն չունեմ այսօր էլ դրա մասին խոսելու, բայց մենք ամենակարևորը ինչ ենք ժառանգում մեր սերունդներին, մեր երեխաներին, մեզնից հետո եկող մարդկանց։ Արդյոք այն որ նախկինում զանգեր եղել է, հիմա լավ է որ զանգերով արդարադատություն է իրականացվում։ Լավ է, լավ չի, շատ վատ է։ Ես չեմ ցանկանա, որ վաղը մյուս օր իշխանությունները փոխվեն, ես չգիտեմ ես որտեղ կլինեմ, բայց ես չեմ ուզի որ իմ երեխայի կյանքի կամ մեր երեխաների կյանքի որոշումները զանգովի արդարադատությամբ լուծվեն։ Ես չեմ ուզի։ Եվ դրա համար պետք է կամք եւ վճռականություն։ Ի վերջո ճշմարտությունը, բարոյականությունը, արդարադատությունը պիտի գերիշխի այս երկրում, թե ոչ, թե պիտի տենց կոսմետիկ բաներ անենք, խոսանք, գանգստենք, մեկս մյուսի բաներ ասենք, գնանք տներով, չգիտեմ, ռոլիկներ սարքենք, ուրախանանք, այսքան սրտիկ, այսքան չէ։
ժողովուրդ, ամենևին մեր բանուգործը դա չպետք է լինի, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, կշարունակենք ընդմիջումից հետո Արմենուի Գյուրեղյանը թող նախապատրաստվի։ Հա, ճիշտ է։ Դե ընդմիջումից հետո ասելով նկատի ունեմ